Եկեք այսօր էլ միասին պատրաստենք շատ համեղ ջեռեպուկ սմբուկով և աղացած մսով։ Այն նաև շատ հարմար է տոնական օրերին մատուցելու համար։ Համեղ, տարբերվող և գեղեցիկ ուտեստ է ստացվում։ Սկզբում պատրաստում ենք խճողակը, որի համար մեզ պետք է տավարի աղացած միս և 1 հատ սոխ։ Սոխը մանր կտրատում ենք, տապակելի ենք բուսայուղի մեջ։ Երբ սոխը մի փոքր ոսկեգույն է դառնում, ավելացնում ենք սխտորը։ Տապակում ենք մի քանի վայրկյան և ավելացնում ենք աղացած միսը։ Լավ խառնում ենք, ծածկում կափարիչով և թողնում ենք մինչև միսը եփվի։ Չենք մոռանում ընթացքում նորից միսը խառնել։ Երբ արդեն ամբողջ հյութը գոլորշիացած է լինում, թողնում ենք տապակվի ևս մի քանի րոպե, որից հետո համեմում ենք աղով, սև և կարմիր պղպեղներով, չորաջիկայով, հալեպի պղպեղով կամ համեմեք ձեր նախընտրած համեմունքներով։ Այս ընթացքում կափարիչով չենք ծածկում, թողնում ենք այսպես տապակվի մի քանի րոպե։ Խճողակը կարող եք պատրաստել նաև ձեր նախընտրած տարբերակով։ Ես պարզապես առաջարկում եմ իմ տարբերակը։ Ավելացնում ենք նաև տոմատի մածուկը և ջուրը, որից հետո ծածկում ենք կափարիչով և թողնում ենք եփվի։ Մի քանի րոպե եփվելուց հետո ավելացնում ենք նաև չորացած խառը կանաչիները։ Կարող եք նաև թարմ կանաչիներ ավելացնել։ Արեք այնպես, ինչպես հարմար է ձեզ։ Ուտեստի համար մեզ պետք է նաև սմբուկներ։ Ինձ մոտ այսպես երկարավուն սմբուկներ են։ Առանց կեղևազրկելու բաժանում ենք այսպիսի մասերի, մոտավորապես 1-ից 1.5 սմ հաստությամբ։ Կարող եք վերցնել ավելի կարճ և հաստ սմբուկներ, այդպես ավելի լավ կստացվի։ Սմբուկը կարող եք նաև այսպես երկու կողմերից կեղևազրկել, նոր բաժանել մասերի։ Արեք այնպես, ինչպես հարմար է ձեզ։ Ամբողջը կտրատելուց հետո պատրաստում ենք թանձրուկը, որի համար մեզ պետք է աղ, սև և կարմիր պղպեղներ, օրեգանո, հալեպի պղպեղ և բուսայուղ։ Բոլորը միասին այսպես խառնում ենք։ Սմբուկները դասավորում ենք յուղաթղթի վրա և վրան քսում ենք արդեն իսկ պատրաստի թանձրուկը։ Քսելու ենք երկու կողմից։ Արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Ամբողջը քսելուց հետո տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, եփում ենք 220 աստիճանի տակ մինչև մի փոքր կարմրեն։ Այդ ընթացքում քեչով անցկացնում ենք հալվող տեսակի պանիրը։ Ահա արդեն սմբուկները պատրաստ են։ Ես մի փոքր ավելի եմ կարմրացրել, դուք կարող եք ավելի քիչ թողնել ջեռոցում։ Հրակայուն ամանի կամ ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ դասավորում ենք սմբուկները։ Դնում ենք սմբուկը, միսը, վրան քերած պանիրը և ծածկում ենք սմբուկի շերտով։ Վրան նորից լցնում ենք քերած պանիրը։ Ես այսպես 2 շերտով եմ պատրաստում, կարող եք նաև 3 շերտով պատրաստել։ Այսինքն դասավորում ենք սմբուկ, միս, պանիր, սմբուկ, միս, պանիր, սմբուկ, պանիր հերթականությամբ։ Կարող եք անգամ վերջի շերտի վրա էլ նորից դնել սմբուկ, միս, պանիրը։ Արեք այնպես, ինչպես ձեզ հարմար է։ Այստեղ հստակ կանոններ գոյություն չունեն։ Տեղափոխում ենք ջեռոց, թողնում ենք 5-ից 10 րոպե, որից հետո հանում ենք, զարդարում ենք լոլիկով և կանաչիներով, որից հետո կարող ենք արդեն մատուցել։ Ահա արդեն մեր գեղեցիկ համեղ ու տարբերվող ուտեստը պատրաստ է։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել և ինչքան հարմար է մատուցելու համար։ Տեսեք, թե ինչքան լավ են պահպանվել շերտերը և իրարից չեն առանձնանում։ Դե ինչ, այսօր էլ այսպիսի համեղ ու տարբերվող ուտեստի բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։ Հուսով եմ հավանեցիք, դուք էլ պատրաստեք և գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Այսօր էլ այսքանը, առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։